Ընտրություններից 2.5 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումների ժամանակ սկսել է հայտարարել, թե իր առաջնորդած քաղաքացիական պայմանագրին խորհրդարանական ընտրություններում չընտրելը Հայաստանին սպառնում է պատերազմով։ Օրեր առաջ ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ընթացքում նա նույնիսկ պատերազմի հավանական ժամկետ նշեց, ասելով, եթե ազգային ժողովի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է սկսվելու։ Այս հայտարարությունը լայն արձագանք ստացավ թե քաղաքական եւ թե հասարակության շրջանում։ Ընդդիմությունը քննադատեց, հիշեցնելով, որ հենց Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր իշխանության տարիներին է երկիրը բախվել պատերազմի, իսկ Արցախը հայաթափվել։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում պարզելու, թե ինչ են կարծում այս մասին քաղաքացիները, արդյոք նրանք հավատում են վարչապետի հայտարարությանը եւ ինչու է այն արվում հենց նախընտրական շրջանում։ Ամեն ինչ հնարավոր է, այո, հավատում եմ։ Ինչով եք բացատրում վարչապետի այս հայտարարությունը։ Որովհետեւ վարչապետի հայտարարությունը մի քանի տարի առաջ եղավ այդպես դեպք, որ ինքը հիշում եք, երևի բոլորդ հիշում եք, որ հայտարարեց, եթե վերադարձնում ենք հողերը առանց պատերազմի, ամեն ինչ լավ ալնում, եթե ոչ պատերազմով, ինչ եղավ վերջը հիշում եք, որ դրա համար հավատում եմ, որ կարող է ալնի։ Դա սպառնալիք է կարծես իր կողմից, որ եթե ես չլինեմ, հա պատերազմա լինելու, դա ես ակնկալում եմ որպես իր կողմից հանդիսացող սպառնալիք։ Որն է այդ սպառնալիքը հնչեցնելու պատճառը ըստ ձեզ։ Պատճառը այն է, որ գործող իշխանությունը ցանկանում է, որպեսզի նորից քվե հավաքի եւ մնա, չգիտեմ իրականում իրենք կմնան թե ոչ, հուսով եմ, որ ոչ։ Ենթադրում եմ, որ դա ոչ թե ուղիղ պատերազմին վտանգի մասին կոչ է, այլ հնարավոր պատերազմի մասին։ Պատերազմը չլինի, ինքը իր գահի համար է կռիվ տալիս, ոչ մի բան չլինի։ Փոխաբերական իմաստով է ինձ թվում ասել, ինքը լուրջ բանով չասել, բայց ամեն ինչ հնարավոր է։ Կարող է ինքը ասի էլ, չասի էլ, կարող է ինքը ասի խաղաղություն լինի, կարող է պատերազմ լինի, կախված է չգիտեմ, տարածաշրջանից։ Իմ համար ոնց որ մանիպուլյացիա լինի։ Այլընտրանքը այն քաղաքական գծի, որը այսօր ողջերել է քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը, պատերազմը, ես այդպես եմ հասկանում։ Իսկ շատ դժվար է մեկնաբանելը կլինի, պատերազմ չի լինի։ Իմ կարծիքով աշխարհակաղակական իրողություններն այնպիսին են, որ ներքին մեր մոտի տեղական իշխանությունները իշխանության փոփոխությունը իզորու չէ աշխարհակաղակական գործընթացների վրա ունենալի յուրովի ազդեցություն։ Հավատում եմ, որովհետև փորձը ցույց է տվել, որ մեր վարչապետից ամեն ինչ սпасելի է ու շատ վստահ եմ, որ ոչ մի բան չի կարող կանգնեցնել իրեն, եթե այդպես որոշված է սկզբանե, բայց հավատում եմ, որովհետև կարծում եմ իրոք այնպիսի մարդ է, որ ամեն ինչի ընդունակ է։ Միանշանակ հավատում եմ ու կարծում եմ, որ վարչապետը շատ ճիշտ է ասում, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերի վարած քաղաքականությունը կոնկրետ տանելու է դրան։ Ժամկետի հետ կապված չեմ կարող բնականաբար ոչինչ ասել, բայց իրենց վարած քաղաքականությունը կարծում եմ, որ տանելու է դեպի պատերազմ։ Ոչ, չեմ հավատում։ Իսկ ինչու է այսպիսի հայտարարություն անում վարչապետը։ Որպեսզի ժողովուրդը վախենա եւ ընտրի իրեն։ Դուք չեք վախենալու։ Չէ, ինչից վախենամ։ Պատերազմը սկսվելուց հետո Իրան-Իսրայել վերջի անգամ երկու անգամ ռմբակոծել են իբր թե պարսիկները ռմբակոծել են Նախիջևանը։ Այդ նշանակում այս սրիկան պատերազմական դրություն հայտարարել եւ դրանով չեղարկել ընտրությունները, ինչ որ Զելենսկին արեց 22 թվականին։ Ընտրություններ ես չեմ հավատում, որ տեղի կունենան։ Հավանականություն այո, շատ ավել է, քան թե եթե վարչապետը ընտրվի։ Բանը համաձայնագիրը, եթե պիտի նորից վերականգնի, այսինքն բոլոր պայմանները գնում են 0-ի վրա, այսինքն այն որ հենց այն օրը որ մտածանք, որ պիտի համաձայն, մեր բանի վրա համաձայնում ենք եւ առաջուց կսկսվի։ Դա ուղղակի ես ազգի հանդեպ ծաղրա ու շանտաժ, ամոթել է դրա մասին։ Ամոթ է ուղղակի։ Ես ամաչում եմ իր փոխարեն։ Չի լինի պատերազմ, քանի որ խաղաղություն ենք ուզում եւ գնում ենք դեպի խաղաղություն։ Հերիքը արդեն ինչքան պատերազմ, սենց անդիմությունը թող քիչ, անդիմություն անի, ոչ անդիմություն, մնացած ամեն ինչը լավ կլինի։ Եթե անում է, որ գիտեք ոնց, ասենք, որ իրան ընտրեն, հա, տենց ասեմ, կարճ ասած, որ վախենան ժողովուրդը իրան ընտրեն։ Ճիշտ ճանապարհ է, բայց սա։ Հա? Սա ճիշտ ճանապարհ։ Չէ, դա վարչապետի տեսքը չի, էլի։ Վարչապետը պետք է տեսք չունենա։
Եթե անկեղծ ես վարչապետից ամեն ինչ հավատում եմ արդեն։ Իհարկե չեմ հավատում այդ կարծիքին, Փաշինյանը փորձում է ժողովրդին վախացնի դրան պատերազմով, որ ժողովուրդը ստիպված գնա նորից ընտրի իրան։ Պատերազմ չի լինելու, Փաշինյանը չկշտացավ այս պատերազմից, Արցախը հանձնեց, այսքան Արցախահայության գցեց, ոնց է այսպես կոպիտ ասած, դռնեդուռ։ Բայց պատերազմ չի լինելու, թող հայ ժողովուրդը չվախենա, պատերազմը հենց Փաշինյանի կառավարման այս բանում պլաններում է լինում, ինչ որ թշնամու հետ խաղաղության օրակարգ ստեղծել, թշնամու հետ, չգիտեմ, բիզնես սկսել, բարեկամություն անել։ Պատերազմ հենց այս արդեն իսկ պատերազմն է, որ մենք պատերազմի մեջ ենք, մենք պետք է խոսափենք այս պատերազմից, ուրիշ պատերազմներ ավելի չծանրանա, չմեծանա այս որպես այս պատերազմը։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, դա ուղղակի վախացնում է ժողովրդին ինքը իր այդ քայլով։ Չգիտես ինչին հավատաս, ինչին չհավատաս, բայց դե որ վարչապետը ասում է, մի տեսակ չգիտեմ, հակված եմ իր հայտարարություններին, բայց չեմ ուզի պատերազմ լինի, իհարկե դրան ես շատ դեմ եմ, որովհետև 44 օրյայի մասնակիցներ եմ ունեցել։ Ու ահաբեկված ենք, այսպես ասած, այդ լուրից։ Իսկ ինչու է այդպիսի հայտարարություն անում եք դեպքում, ինչ որ բան է զգուշացնում, կանխատեսում։ Հնարավոր է, ինչ որ կանխազգացումից ելնելով, ինչ որ չգիտեմ, ընտրություններին ենք, չէ՞ գնում ընդառաջ։ Գիտեք, ցանկացած քաղաքական գործիչ ընտրությունների ժամանակ դիմում է հնարքների, ես չեմ սպասում, որ վարչապետը արդարությունից է խոսելու, ճշմարտությունը ասելու, չեմ սպասում։